շատ ղեկավարներ ժողովուրդը կնկատեն հիմար, շատ ղեկավարներ ժողովուրդը կնկատեն չմտածող, շատ ղեկավարներ գսեն, որ չէ, ինչ մի դլակ ղեկավար մենք կնանք հարեցնել ժողովրդին վրա։ Այս կուզեմ ասել, որ ղեկավարը այս բարակային իր գործով ղեկավար է, իր գործով է, որ հարկան կբարդակվի, իր գործով է, որ հեղինակություն կուտա ուրեմն ընդհանուր հավաքականության։ Բարև ձեզ, Հայ հորիզոն, ձեզի հետ է այսօր Մոնտրեալի Հայ Գետրոնի Ավետիս Ահարոնյան սրահեններս։ Այսօր հոս դեղի ունեցավ քրական ցերնարկմը գազմագերբությամբ համասկային Քեբեկի Սանահին մասնաճյուղի քրական հանձնախումբին։ Օրվա պանախոսներ Լիբանանեն հատկապես հրավիրված մտավորական Գարո Հովանեսյանը, որ ներկայացուց առողջ ղեկավարում նյութը։ Աշխարհի հարգված անձնավորությունները երբ համը ասեն մարդիկ մտիկ կնեն իրեն, դարագարցի կլան գամ ոչ, որովհետև իրավ ղեկավար եւ երբ իրավ ղեկավարը կխոսի, մարդիկ մտիկ կնեն։ Գարնեմ նգարակիրի բաժին։ Նգարակիրը հիմքն է վստահելիության արումով գործընծուց ղեկավարը այդ վստահությունով թյուրին չի կգնալ վերակրտնել այդ բարակը, թյուրին չի կրտնել, այլևս մարդիկ միշտ այդ երևույթը իր սխալ մեկ արարքը նկատի կդունեն։ Ինչպես գիտեք, առաջին անգամն է, որ գայցել է ընկեր Գարո Հովանեսյանը եւ համասկայնի չէր գնար փախցեն ասարիտը, շատ լավ անցավ, ավոր մարդ կար, շատ հաջող ցերնարկը կհամարենք եւ շատ ուրախ ենք, որ գրցանք վայելել ընկերոջ ներկայությունը։ Ուրեմն նյութը որոշեցիք ընտրել ղեկավարություն ընդհանուր առմամբ։ Ինչու այդ նյութը ընտրեցի։ Կարծեմ շատ կարևոր գեդմեն է մեր միության մեջ, մեր միություններուն մեջ պետք է ասեմ։ Բեչե բավդին կբաքսի ղեկավարներ, ղեկավարի պատրաստությունն ալ քիչ մը դժվար է այսօրերուս։ Կարծեմ լավ է, որ այս տեսակի նյութը արձարծենք եւ նաեւ ուրախ եմ, որ երդասարտացի անդամներ ներկային, բադանեկանի անդամներ ներկային եւ գրցան մտի գնել եւ իրապես հասկանալ ինչ կնշանակե ղեկավարը լալ եւ ինչ տեսակի ղեկավարներ պետք ունի մեր միությունները։ Մանավանդ ինչ տեսակին, ուրեմն ընկերուփեն շատ շնորհակալ ենք եւ կշնորհավորենք Սանահին մասնաճյուղը, որ այսքան արագ ցևով գրծավ ասցերնարգը մեջտեղ բերել մեծ հաջողությամբ։ Մերսի Տամար, բարձր կդար։ Ղեկավարը գնդարաչե ներսեն եկող ցայնի, ինտուիշնին, իր ներքին աշխարհին, որը շուտով կհաջողի հեղաշրջել ամբողջ կացությունը, կբացրացնե իր ներքին ուժով, հոգեկան ուժով, կբացրացնե ժողովրդին ուրեմն գորովը, կհերացնե վախի բոլոր զգացումները, որ գոյություն ունին, եւ ուրեմն իր ղեկավարու իր կարողությունները կհայտնաբերել իր ներքին հոգեկան ուժի իմաստը։ Ոչ մեկ ղեկավար կգնա լավ համադար ժողովրդին, եթե անգերց չէ ինքնին նկատմամբ ամեն բանի առաջ։ Ղեկավարը մագնիսական ուժ ունի, կաշողական ուժ ունի, եւ պետք է ասել, որ ղեկավարները իրենց կկաշեն այնպիսի մարդիկ, որ իրենց կնմանեն։ Մարդիկ կփարին այն ղեկավարներուն, որոնց նկարակիրի հիմնական գիծերը նման է իրենց ունեցած է։ Դարձյալ բարև ընկեր Գարո։ Բարև։ Ուրեմն այսօր ելույթը եւս ունեցաք Մոնտրեալի մեջ եւ նյութը ղեկավարություններ համասկայնի Սանահին Քեբեկի մասնաճյուղին կողմէ։ Բայց նախքան այս բոլորը գուզեմ ցեզի հարց տալ։ Եղավ մեկ շաբաթ է, որ Մոնտրեալ գտնվիք եւ գարձեմ ես չեմ իշեր վերջին անգամ երբ մենք այսքան հյուրմը հոգնեցուցած ենք մեկ շաբթվա ընթացքին 3-4 ցերնարկ ցեր դպավորություններ աս մեկ շաբթվա ընթացքին ինչ էին դեսեք դպավորությունս իրապես շատ լավ եղած է մանավանդ այն աշխարհակրական դարածությունը որ ունիք եւ իրար մոտ լալու բարական այսինքն ինքնաշարժով 10 վայրկյան քարոջամ իրար հետ կապվածությունը բավական օգտակար բան է
եւ արդյունավետ է։ Այն ինչ որ ես տեսա Մոնրեալի մեջ, իրավես որ ինձ համար բավական մեծ տպավորություն ցկեց քաղուտին վրաս, այնքան ադեմ որ համախումբ եւ հայկական արժեքներու իմաստով այդ պահպանումը անպայման կկատարվի։ Իրավես որ լավ հիշադակներով կվերադառնամ Բեյրութ եւ հավանաբար նաեւ գարկմը բարակաները ինձ համար օրինակ կծառայեցնեմ այնտեղ առաջարկելու համար, որ այս ցևը պետք է որ ունեք։ Օրինակի համար Կենտրոնական կոմիտեի Կարամսյա դեղեկագրի ներկայացումը իմ վրաս բավական լավ տպավորություն ցկեց։ Ընկերգարո, ուրեմն դուք հոսրավիրվեցաք Սարգիս Սետյանի արևանկման 40-ամյակին արդիվ եւ այդ արդիվ հրադարագած եք այս քիրքը, որ առաջին հադորն է։ Ուրեմն խոսենք քրքին մասին, այս քրքին աշխատանքները կամ կորձընթացը ինչպես եղավ։ Այո, տեսեք, այսօր քաղաքապարը իմ մեջս եկած է 10 տարի առաջ, 2015-ին, բայց որովհետև այն ժամանակ դակավին ուսուցչական ասպարեզի մեջ էի, առավել նաև սիրտի պատմություն հիվանդացա եւ գործողություն եղա, փուն աշխատանքը տեղի ունեցավ 2021-ին սկսյան, բայց շատ ուժական թափով աշխատանքը եղավ 2023-ին եւ 2024-ին։ Իրողությունը ան է, որ ես աղջկանս կով եղա Շիկագո, որ այնտեղ մարդ խանգարող չկար ինձի, եւ գրծա այնտեղ աշխատիլ։ Անցյալ տարվան բարակային ես գիտեմ, որ քոնը 500 էջ, այս քիրքին 500 էջ ես գրած եմ այնտեղ, Շիկագոյի մեջ գրած եմ։ Բայց ասեմ, որ գրելը գթյուրանա այն ժամանակ, որ աղբյուրները կդած կլակ, աղբյուրները ցերկով ունեցած կլակ, եւ գրելը ոչինչ հարց է իրականության մեջ։ Փուն ուսումնասիրության բարական ըստ ինձի աղբյուրները գտնել է։ Բայց նաեւ չէի պատկերացնել, որ 816 էջ կլա։ Բայց այնքան ընդարձակ եղած է Սարգիս Սետյանի գործունեությունը, որ այդ դարողությունը հասավ եւ պետք է ասել, որ մեգենասությունն ալ Կարմիր լեր կոմիտեին իր թրագան բաժինալ ունեցավ ասոր մեջ։ Աղբյուրներեն անցինալ ձեր անձնական ծանոթությունը իր հետ վստահ շատ ավելի թյուրացուց գործը։ Շատ ճիշտ, բայց իրեն հետ իմ փորձառությունը սկուկա հավանաբար լա երկրորդ հադորին եւ կամ երրորդ հադորի մեջ, որովհետեւ ես 1973-ին ետ կնե որ գապ ունեցա Սարգիս Սետյանին հետ 8 տարի գրծա աշխատիլ իրեն հետ, թե Մամլոթիվանի մեջ եւ թե Աստղաշաբաթորյակի մեջ։ Ուրեմն դուք հոս ներկայացուցիք Սարգիս Սետյանը իր պաշտոնական ցերնարգին, անգեյետ գուսակցական ժողովին տասյարակչական նյութը դարձյալ ցերգոմե դրվեցավ, այսօր համասկայնի ցերնարգներ եւ դուք խոսեցաք ղեկավարին մասին, եւ վաղ արդեն պիտի մեկնիկ։ Խոսենք այսօրվա ցերնարգի մասին, ընդհանուր առմամբ ղեկավարի մդիբարը ինչպես կրնանք ամփոփել այս միտքը մեր հերոստատիդողներուն համար։ Այո, առաջին հերթին ղեկավարը պետք է որ ունենա դեսլական։ Երկրորդ ղեկավարը պետք է որ ունենա աստեցություն։ Ղեկավար, որովհետև կնշանակե աստել։ Ղեկավարը ինքը ղեկավար պատրաստելու աշխատանք պետք է որ անպայման դանի եւ ղեկավարը պետք է որ լավ վստահելի ղեկավարի փարույական իր դրամակոլխը պետք է որ լա իր նկարակիրը եւ նաեւ պետք է որ դա անցի օրինակը ասենք հիմնական գեդերն են ղեկավարի մբարակային աշուշ ուրիշ գեդերալ գրնանալ բայց հիմնականները ասոնք են իսկ դուք վերնակիրը ծրածեք ամենաղեկավարը խոսելով Սարգիս Սետյանի մասին իր ժամանակի մեջ ամենաղեկավարներ կամ իր դեսլականները ժամանակավրեպ չեն չէ
նախ իր հրաբարակագրությունը երբեք ժամանակավրեպ չէ, այժմիական է։ Հիմա եթե ամենաղեղավարը կոչված է հետևյալ պատճառներով։ Առաջին եղած է բացառիկ ուսուցիչ, մանկավարժ եւ մեծ տպավորություն ցկած է աշակերտներուն վրա, որոնց հետ ես գրծա հարցազրույց ունենալ։ Երկրորդ շատ հախուրն ըմբոստ հրաբարակագիր եղած եւ նոր ոչ մցուցած է մեր հրաբարակագրության մեջ։ Եղած է հրեդոր, բացառիկ հրեդոր էր Սարգիս Երկյանը, որ կզանազանվի ուրեմն ամփոխավարեն։ Չորրորդ եղավ բացառիկ խմբագիր եւ ի վերջո նաեւ եղավ մտավորական եւ ապա նաեւ ղեկավար։ Հիմա այս բոլոր արժանինքներու մեջ դաղանթն է, բոլորի մեջ դաղանթ ուներ այս մարդը։ Ադոր համար է որ ամենաղեկավար կոչված է, այլապես եթե միայն մեկ մարզը լար, այդպես պիտի չգոչեի։ Եվ շեշտը ցրիկ նաև վարմունքին վրա, իր ժողովրդական հավաքականության վրա։ Այո, ինքը գահավատար հավաքական ղեկավարության եւ փամը որ գբաքսի մեր իրականության մեջ այսօր թե Հայաստանի մեջ եւ թե Սփյուռքի բարակային շատ գշեշտեր եւ վերլուծած է այս հարցը բազմաթիվ առիթներով։ Ադոր համար է որ իր այժմիականությունը գմնա եւ դա ասված որ մեր իրականության մեջ հավաքական ղեկավարության իշխանություն հասնի։ Ընկերգարո դուք նաև ներկա եղաք համասկայնի շրջանային վարչության Լևոն Շանթ հայրենակի դագան դասընթացքին եւ ներկայացուցիկ հոն եւս մանկավարժության նյութը դարիներու ուսուցիչ եղած եք ինչ էր ձեր գարձիկը նախ այս դասընթացքներու մասին։ Այս դասընթացները ես նաև հանդիպումին ադեն ըսի այս հանդիպումները շատ լավ են, շատ արդյունավետ են եւ նաև առաջարկեցի այնտեղ բոլոր քաղաքներու մեջ նմանօրինակ ուրեմն ցերնարկ անպայման պետք է որ գադարվի, որովհետեւ անոնցում է անպայման, եթե ոչ բոլորը, եթե նույնիսկ երկու հոգի պատրաստ դուրս գա այս ցերնարկեն, ադիգա մեզի համար մեծ դրամակլուխ է։ Իբրև ուսուցիչ կամ իբրև խմբագիր կորձը շարունակելու եւ հարադեվությամբ շարունակելու մեր աշխատանքը։ Այնպես որ շատ լավ էր իմ տպավորությունս 3 ժամ խոսեցա ես իրենց անշուշտ թաթարներ գային եւ նույնիսկ սող եղավ որ եթե 2 ժամ դակավին խոսեի մենք դակավին պատրաստ ենք մտի գնելու ադիգա ինձի անշուշտ ինձի խանդավառություն տվավ ինքնավստահություն տվավ եւ հաջորդները որ պատրաստեցի բոլոր ցերնակներուն բարակային անգեղ զլալու համար այդ քաչալերանքն էր որ ունեցա ես անոնցում է այո իսկապես այս մեկ շաբաթը ինչպես անցավ չեմ գիտեր բայց բետ եւ գվգայենք նաեւ որ բոլոր ցերնակները Պերան լեցունեին, ասել է թե մենք գարոդ ունենք այսպիսի մտավորականներու այցելության վերջին հարցումս պիտի լա Սփյուռքի մասին ընկերգարո ձեր խոսքերու մեջ հաջող սիկ որ Սփյուռքը անգազմագեր վիճակի մեջ է ղեկավարությունը կբաքսի մենք հոս Կանադայի մեջ մենք մեզի գսկանք որ մենք լավ ընթացքի լավ ուղիի մեջ ենք բայց նույնը չէ անշուշտ բարական ամենտեղ դեսեք Սփյուռքի բարակային ինչ որ կուզեմ շեշտել որ յուրաքանչյուր քաղուտ իր արժեքները անհրաժեշտ է նախ եւ առաջ նախ արժևորումը կամ արժեքները գտնե եւ երկրորդ անպայման մարդուժի պատրաստության ծրագիր ունենա իր կողը խմբակիրի պատրաստության, ուսուցիչի պատրաստության, մշակութային կորձիչի պատրաստության առումով։ Հիմա ես հոս եկա եւ տեսա որ բավական արժեքներ կան, որ փամը որ չէի գիտեր։ Այս արժեքները գրնան Շիկագոյի օգտագարելալ, գրնան որևէ տեղ որ կա, գրնան օգտագարելալ եւ այս փոխանակումի այս թրությունը բավական արդյունավետ աշխատանք է, բայց ամեն բանի առաջ մարդուժի պատրաստությունը անհրաժեշտ է։
Գերգարում եք դակավին գրնանք երկար խոսիլ, բայց վստահ եմ, որ շատ հոգնած եք այսօրվա Ցերնարգենի հետ։ Մենք գրնամը սել չգշտացանք Ցեր ներգայութենեն, ուրեմն կսպասենք անհաբաղ Ցեր վերադարձը։ Շատ սիրով, ես ալ չգշտացած ես մե, պետք է եսել եւ դա ասված որ արիտը ստեղծի եւ վերսին կամ։ Շատ շնորհակալ ենք։ Բարի ճանապարհ։ Մերսի շատ, շնորհակալ եմ։ Ընդրելով չէ որ մենք ղեկավար կտանք։ Ուսուցիչը, դիբար ուսուցիչը ղեկավար է։ Բարձ մարդիկը ղեկավար է, անցնավես եթե օրինակ ուտան իր շրջապատին, որ իրավես հարույական մատվությամբ և իրենց դիրքորոշումներով, այլասիրությամբ, ուրեմն օգտակար գահանտիսանան հավաքականության կամ ժողովրդին։ Ինձի համար անցի օրինակը մեծ դեպք գրավ։ Շնորհակալ եմ ձեզ։